Ազգային առաջնորդարանին գազագերբությամբ շաբաթ 25 հոկտեմբեր 2025-ին դեղի ունեցավ Ամերիկայի արևմտյան հայոց թեմի բոլոր եկեղեցիներու, հոգևոր հովիվներու եւ հոգապարծուներու, ինչպես նաեւ ձխային հարագից մարմիններու հավաք ճաշկերույթը Էնսինոյի մեջ։ Հավաքին իր սրդի խոսքը արտասանեց արևմտյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Դերքեղամարգեպիսկոպոս Խաչարյան։ Անսավ այս սրային մեջ մեր հոգևոր հոր, նորին սուրբոձություն դեր արամ առաջին վեհապարին շուրջ հավաքված ենք, որպես արևմտյան թեմի մեծ ընտանիք։ Նորին սրբության հովաբեդական այցելության ամենամդերմիկ ու հարազատակույն առիթն է այս հավաքը։ Հայրաբեդը եկած է ելլալու մեր թեմի զավակներուն հետ, լսելու անոց մտահոգությունները եւ խոսելու մեր ծառայությունը առավել ծավալելու գարելիությանց մասին։ Հետևաբար այսօր յուրաքանչյուրիս համար պատմական առիթ է։ Թույլ տվեք ձեր անունով, սիրելի զավակներ, մեր թեմին, վեհապար Հայրաբեդին մեր սրդակին ու չերմ բարեմաղթությունները փոխանցեմ, խնդրելով ամենագալ Աստուծմե երկար, առողջ ու արդյունավետ ծառայական տարիներ նորին սրբության։ Հիշյալ հանդիպման ընթացքին ներկաներուն հրամցվեցավ հայ տասական եւ ասկային երկերեն քաղված գդորներ։ Հավաքի հանդիսաբարությունը ստանցնած էր արժանապատիվ Դերվիկեն ավակ քահանա Վասիլյան։ Ան իր ողջունի խոսքի մեջ ասավ. այսօր այս սիրալիր երթիկին ներքև հավաքված ենք, որպես արևմտյան դիրախնամ թեմի համեստ եւ խոնար ծառաները։ Այստեղ են մեր թեմի օրենսդիր մարմնի անդամները, ասկային երեսփոխանները, եկեղեցին բայձար բահող հոգապարծական գազմերը, ժրաչան դիգնանց միության անդամները, գիրագնորյա վարժարաններու անխոնջ նվիրյալները եւ ալախոսիկ դբրացտասի նվիրյալ ծառայողները։ Իմի խոսք արևմտյան թեմը հավաքված է սրահի մեջ։ Գահավադամ, որ բոլորիս համար այս պահը ցնծության պահ է, երբ բոլորված ենք մեր հոգևոր բեդին շուրջ, անոր խոսքերը լսելու եւ հայրաբեդական օրհնությունը ստանալու։ Եթե արագ ակնարկ մնետենք նորին սրբության ծառայական կյանքի էջերուն վրա, անդարագույս պիտի տեսնենք, որ վեհապարը մեծ աբրած է եւ հրավիրած է իր շրջաբադը մեծ աբրելու եւ աբրեցնելու մեր եկեղեցին, ասկն ու հայրենիքը։ Վեհապար Հայրաբեդը ձխային պատասխանատուներուն հոգևոր թե ասկային իր պատկամ ուղելով ըսավ. Եկեղեցին իր եկեղեցապանական հասկացողությամբ ծուխն է, ինչպես Ավետարանը գսե, ուր որ մի քանի հոգիներ հավաքված են Քրիստոսի անունով, հոն է Քրիստոս, հոն է եկեղեցին, Քրիստոսի խորհրդական մարմինը։ Հետևաբար եկեղեցին բնորոշող մակտիրները, ընդհանրական, առաքելական եւ ուղղապար իրենց արտահայտությունը կգտնեն հոն, ուր սուրբ պատարագ տեղի ունենա։ Այս բոլոր հիշեցումները կգադարեմ շեշտելու համար ծուխերուն ներկայացուցած կարևորությունը բոլոր եկեղեցիներու, նաեւ մեր եկեղեցվոգյանքի մեջ։ Շարունակելով իր խոսքը, նորին սուրբոձությունը անդրադարձավ եկեղեցին ժողովրդին դանելու եւ անոր կյանքի մեջ առանցքային ներկայացում դարձնելու անհրաժեշտության։ Իմ անգլերեն կիրքիս մեջ շուրջ 15 տարիներ առաջ հրադարակված Taking the Church to the People կարևորությամբ ընդգծած եմ ծուխերուն յուրահատուկ դերն ու էական թերը մեր ժողովրդի կյանքի մեջ։ Եկեղեցին վայր չէ, վայրը պետք է վերածվի առաքելության, այլապես կդառնա սոսկ շենք, վարչական կետրոն։ Հետևաբար մեր ծուխերուն թիմաց մարտահրավերը հստակ է։ Ինչպես կարելի է եկեղեցին դանի ժողովրդին առաքելության ու ծառայության ճամփով։ Այս ծիրեններս առանցքային է թերը հոգևոր հովիվին։ Անոր առաքելությունը գրասենյակի մեջ չէ, այլ ժողովրդի կյանքի մեջ է։ Ինչպես կարելի է եկեղեցին վերածել ծառայական ներկայացության ժողովրդի կյանքի մեջ։ Հոս կգայանա հոգևոր հովիվին թերը։ Իր պատկամի մեջ նորին սրբությունը նաև անդրադարձավ ծուխ առաջնորդարան հարաբերության։ Երբ թեմ ասենք չենք հասկնար առաջնորդարանը, թեմը ծուխերու ամբողջությունն է, առաջնորդարանը վարչական կետրոնն է թեմին։ Առաջնորդարանը ծուխերու օրգանիկ միասնությունը բահող, անոց աշխատանքը համադրող եւ առաքելության ուղղություն տվող կետրոն է։ Բնականաբար յուրաքանչյուր ծուխ պետք է ճշտե իր առաքելության առաջնահերթությունները, որոնք համապատասխանեն ծուխի պայմաններուն ու շրջաբադին։ Յուրաքանչյուր ծուխ իր վարչական ու տնտեսական աշխատանքները պետք է կազմակերպե բնականաբար առաջնորդարանի հովանավորության տակ։ Արդ առաջնորդարան ծուխ հարաբերությունը պետք է լասեր դու թափանցիկ։ Ծուխին կողմէ ինքնանգախ գործունեությունը խաչաձևումներ ու անհասկացողություններ կհարաճացնե։ Հետևաբար համադրված աշխատանքը առաջնորդարանի եւ ծուխերու միջև մեծապես կնպաստե թեմին առավել գազմագերբման ու զարգացման աշխատանքներուն։ Հավաքի ավարտին ներկաները միահունչ երկեցին Գիլիկիա օրհներկը։